եկել ենք, որ զենքերը տեսնենք։ Իսկ հիմա ինչ-որ զենք կա, որ տեսել ես ու հավանել ես։ Հա, Հա, անունը հիշում ես։ անունը չէ, բայց այդ զենքը գիտեմ։ Նկարագրի ինչ տեսք ուներ։ Այդ զենքը ուներ լիքը պատրաններ, մեծ էր ու շատ բարձր։ Իսկ դու որ մեծանաս ուզում ես գնաս բանակում ծառայելու։ Հա, որովհետև գնամ, որ մեր հայրենիքը պահեմ։ Իսկ հիմա որ գնաս տուն, ինչ կպատմես քո ընկերներին կամ բարեկամներին այսօրվա մասին։ Կպատմեմ, որ մենք զենքեր ենք շատ տեսել, քայլել ենք ու շատ բաներ ենք կարել։ Բոլոր տղաները պետք է ծառայեն, բանակը պիտի լինի ուժեղ, հզոր և առանց վախ, ու պետք է մեր բոլոր տղաները ծառայեն բանակում։ Մեր բանակը պետք է լինի ուժեղ, հզոր, որ միշտ պաշտպանվենք։ Այսօր եկել եմ, որ տեսնեմ զինտեխնիկա, զինվորների և այդպես։ Ինչ ես տեսել ու ինչն է ամենաշատը քեզ ոգևորել զենքերից։ Տանկերը ինձ թվում է և ավտոմեքենաները, որի վրա զինվորներ են։ Իսկ ինչ ես մտածում, որ մեծանաս ուզում ես գնաս ծառայելու, ինչ է քո համար ծառայությունը։ Ծառայությունը, դի ոնց ասեմ, պարտք է հայրենիքին, որը պետք է ամեն տղաները տան։ Հայրենիքը այնտեղն է, որտեղ մենք ապրում ենք, մեծանում ենք։ Որ մեկը քեզ այսօրվա մասին հարց տա։ Դու այսօրը պարադի օրը ոնց կներկայացնես։ Կներկայացնեմ, որ զինվորներն էին, զինվորական մեքենաներ էին, լիքը մարդ կար և հրապարակում փակված էին փողոցները և անցնում էին զինվորները զինտեխնիկաներով։ Զինվոր։ Հա, բա ինչ ես որոշել զինվոր դառնալ։ Որ ինչ անես հայրենիքի համար։ Հայրենիքը պաշտպանեմ։ Ապրես դու։ Իսկ դու ես ուզել այսօր որ գաս այստեղ։ Հա, Իսկ ինչ ես տեսել այստեղ այսօր։ այսօր ռումբեր եմ տեսել։ Ռումբեր տանգեր, հրանոթները սենց կրակում էին։ Զենքեր եմ տեսել, զինվորները տանգերին նստած գնում էին։ Եվ Համարես այսօր զինվորի շորերը։ հա, պարտեզում էլ ես, չէ՞։ Հրամանատար չես եղել բա։ Հրամանատար եմ եղել պարտեզում։ Ինչ ես արել այդ ժամանակ։ Ժամանակ մեծ դրոշ եմ բռնել։ Ես կդառնամ քարտ զինվոր, եկրիս պաշտպանը հզոր, կդարձնեմ բերքամրոց տուն հայենի մայոց։ Մեր թրերը միշտ ամուր են, սուր են, մեր թրերը միշտ ամուր են, սուր են, Եվ թող իմանան բոլորը, Բարձր։ մեր անունները կկան բանակ։ Ես ուզեմ դրոշակս, որ չջարդվի և ուզեմ մնա իմ տունը, մեր հայրենիք, ազատանք, որ ապրել տարետա, յուր որդիք արքայուստ է, ազատանքը Հայաստան։ Պարատը տեսնեմ զինվորի, տեսել եմ շատ զենքեր և զինվորներ, մի հատ էլ շատ մեքենաներ, ուզեմ զինվոր դառնալ, որ պաշտպանեմ հայրենիքը, հայրենիքը մեր Հայաստանն է։ Ասես ինչեր ես տեսել այսօր։ Սամոլյոտներ, ռակետ, զինվորներ տեսել եմ, ծառայում եմ, հայոց բանակում զենքել եմ տեսել, ձերմու հարազը, քեզ հետ է սիրտս, ամեն քայլում, ապրում Հայաստան։ Ես շատ եմ սիրում հայոց բանակը, ես անպայման ծառայելու եմ, որպեսզի մեր հայրենիքը պահեմ ու առաջ տանը մեծացնեմ։ Ու ես այսօր եկել եմ մեր հերոսների, ովքեր որ սահմանին պահել են մեր հայրենիքը, նրանց համար զորահանդես տեսնեմ, լիքը նոր տեխնիկաներ տեսանք, ստացանք, ծանոթացանք։ Իմ տեսած տեխնիկաներից ամենաշատը կուզենայի ծառայեի սուերի վրա, անօդաչու սարքերներ էր դուրս եկել, մեծ էր,
բայց ավելի շատ կզեի սուերը։ Շատ լավ է, որտեվ կարանք թշնամուն ավելի վախացնենք ու հզորեն կարանք առաջ տանենք մեր հայրենիքը, ինձ խաղաղությունը, որ մարդը ապրի իր երկրում, խաղաղ կյանքով, խաղաղ երկրում։ Զինվորների պարատը նայելու։ Հա, իսկ ինչ ես տեսել։ Զինվորներին, տանկեր, ավտոմեքենաներ, Իսկ որ զենքն ես ամենաշատը հավանել։ սև գույնի, թռչումն է։ Պարատ են գնաց։ Հա, իսկ ինչեր ես տեսել։ Զինվորներ, շամարոց բետավոր, շատ զենքեր եմ տեսել։ Իսկ ինչ է քո համար հայրենիքը։ Իմ շատ է թանկա։ Իսկ որ մեծանաս զինվոր դառնալու ես։ Հա, պատատի։ Տեսել ենք, թե ոնց են թռչել սուերը եւ վերտալյոտները։ Հայրենիքը դա իմ տունն է, իմ բանակը ուժը։ Որ գնաս տուն, ընկերներիդ ինչ ես պատմելու այսօրվա մասին։ Կպատմեմ, թե ոնց են թռչել նրանք եւ կատարել շարժումները ճիշտ եւ հերթականությամբ։